Գնա ընտրություններին, որ հետո չասես, դե մենք ինչ կարող էինք անել։ Դու կարող ես դա անել հունիսի 7-ին, մասնակցելով ընտրություններին։ Հա, ու մի բան էլ, սա քաղաքականությամբ զբաղվել չի, սա քո սեփական ձայնին տեր կանգնել է։ Գնա ընտրության, որ ապրես ժողովրդավար եւ անվտանգ Հայաստանում։ Գնա ընտրության, որպեսզի ընտրի ոչ թե Պուտինը, Մակրոնը կամ որևէ այլ օտար, այլ ընտրես հենց դու։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայեր, սիրելի Հայաստանի Հանրապետության հայեր, խնդրում եմ գնացեք ընտրության, որպեսզի ձեր անտարբերությամբ չնպաստեք չարիքի գալուստին։ Գնա ընտրության, որ մենք մեր Հայաստանը հետ բերենք, որ մենք հայրենիքը չկորցնենք։ Գնա ընտրության, որ հայերովս կարողանանք վերականգնել աշխարհի կարգ ու կանոնն ու ազատենք մերոնց Բաքվի բանտերից, եւ որ այլևս որևէ դավաճան Հայաստանում ընտրություններ չկազմակերպի ու միշտ հանգիստ գնանք ընտրության։ Գնա ընտրության, որովհետև եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն ընտրությունը կատարում է ուրիշը։ Ինչպես է դա լինում։ Ոչ թե որևէ մեկը քո փոխարեն քվեաթերթիկ է գցում քվեատուփի մեջ, այլ եթե օրինակ 100 հոգուց 50-ը գնացին ընտրության, այդ 50 հոգին ընտրեցին 100 հոգու փոխարեն, այսինքն ամեն մեկը ընտրեց 2 հոգու փոխարեն։ Իսկ ինչ է դա նշանակում։ Դու ոչ թե քո չգնալով բողոքը տարտահայտեցիր, այլ քո ձայնը փոխանցեցիր մեկ ուրիշին։ Իսկ դու վստահ ես, որ այդ մարդը, ով գնացել է ընտրության, շատ ազնիվ է եղել իր ընտրության մեջ։ Որևէ շահ չի ունեցել այդ ընտրությունը կատարելիս։ Այնպես որ քո ընտրելու իրավունքը մի փոխանցիր ուրիշին։ Հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս եւ կատարիր քո ընտրությունը։ Գնա ընտրության, որ մնա Հայաստանը, որ մնաս Հայաստանը։ Գնա ընտրության, որպեսզի Հայաստանի ոչ մի ղեկավար, ոչ մի կուսակցություն իր ծրագրի մեջ չգրի կաթողիկոսին հեռացնելու կետը, որպեսզի ոչ ոք չհամարձակվի եւ այդքան լկտիություն չունենա, որ կարծի, թե կարող է փոխել ամենայն հայոց կաթողիկոսին։ Գնա ընտրության, որպեսզի ադրբեջանական զորքը գնա Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Գնա ընտրության, որպեսզի Հայաստանի իշխանությունը չփոխի սահմանադրությունը այլ երկրի ղեկավարի պահանջով։ Գնա ընտրության, որպեսզի լինի իրական ժողովրդավարություն եւ չլինեն քաղբանտարկյալներ։ Գնա ընտրության, որ տանը նստած ձայնդ չտաս գործողներին։ Գնա ընտրության, որ վաղը երեխատ վախի մեջ չմեծանա։ Գնա ընտրության, որ հետո Facebook-ում հիմար, ապուշ ու լալահառաջ ստատուսներդ չկարդանք։ Գնա ընտրությունների, որ հայ առաքելական մեր ազգային եկեղեցին լինի պաշտպանված երևացող թշնամիներից եւ շարունակի պաշտպանել մեր ազգը աներևույթ թշնամուց։ Գնա ընտրության, որպեսզի միասին վերջ դնենք պատվիրված եւ ընտրովի արդարադատությանը։ Գնա ընտրության, որ մարդ չմեռնի էլ, որ հող չտանք էլ, որ մեր երեխաները ապրեն Հայաստանում։ Գնա ընտրության։ Գնա ընտրության, որ հետո չասես երկիրը երկիր չի, որովհետև երկիրը է, հրաշք երկիր է, տանջահար, մասնատված, բայց մեր երկիրն է։ Եթե սիրում ես, եթե զգում ես, որ պատասխանատու ես այս երկրի յուրաքանչյուր ձեռքբերման, վերածնունդի համար, ուրեմն գնա ընտրության, անպայման գնա ընտրության, որովհետև դա արժանապատվության հարց է, տեսակը չկորցնելու հարց է, ընտրության գնա։ Իմ շատ սիրելի հայրենակից, գնա ընտրության, որ տեր կանգնես քո իրավունքներին։ Խոսքը անձնական իրավունքների մասին չէ, այլ պետական, ազգային իրավունքների։ Գնա ընտրության, որ տեր կանգնես քո ինքնությանը, քո հավատքին, քո անցյալին, այսօրվա եւ գալիքին։ Գնա ընտրության, որ արժանի լինես այն թափած արյանը, որ մեր նահատակները չխնայեցին հանուն մեզ, հանուն մեր պետությանը, հանուն մեր ազգային ինքնությանը, հանուն մեր հարադեպմանը։ Գնա ընտրության։ Գնա ընտրության, իրացրու ձայնիդ աստվածատուր իրավունքը, մասնակցիր հանրային կյանքի կառավարման ձևավորմանը, պատասխանատվությամբ Աստծո առաջ հաշիվ տալու գիտակցությամբ, կյանք թե մահ,
հայրենիք, թե հայրենազրկում, պետություն, ազգային, թե օտարների ավար, արժանապատվություն, թե նվաստացում, կախված է քո այդ մեկ ձայնից, գնա ընտրության։ Գնա ընտրության, որ այս աղմուկը վերջանա, որ սերը վերադառնա այս երկիր։ Գնա ընտրության, որ ատելությունը դադարի պետական քաղաքականություն լինելուց, որ մեզ այլևս չբաժանեն սև ու սպիտակի։ Այս ընտրությունները արդեն միայն կուսակցությունների մասին չեն, սա այն մթնոլորտի մասին է, որում ապրելու են մեր երեխաները։ Գնա ընտրության հունիսի 7-ին։ Գնա ընտրության, որպեսզի քո երեխայի ապագան եւ իր հայրենիքում ապրելու իրավունքը չկանխորոշի մեկ ուրիշը։ Գնա ընտրության, որ Հայաստանում ունենաս արժանապատիվ կյանք։ Գնա ընտրություն, որ քո հայրենիքում հյուր չունես։ Գնա ընտրության, որ Հայաստանը լինի պաշտպանված եւ անվտանգ։ Գնա ընտրության, որ մեր հարևանները եւս հարգեն մեզ։ Գնա ընտրության, որ Չարիքը երբեք Հայաստանում իշխանություն չունենա։ Գնա ընտրության, որ Սյունիքը, Տավուշը եւ Երևանը Արցախի ճակատագրին չարժանանան, որ մնան Հայաստան եւ վերջ։ Իմ սրտի սիրական ազգ, ինչպես կասեր Խաչատուր Աբովյանը, գնա ընտրության։ Գնա, որ կարողանաս պահպանես այն քաղաքակրթությունը, որ դու ես ստեղծել։ Աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն ենք մենք, եթե ոչ ամենահնագույնը, ամենա։ Անդարբերությունը երաշտ է։ Անդարբերությունը ոչնչացնում է եւ պատմություն, եւ սերունդների հիշողություն, եւ էգով սերունդներին կանգնեցնում է պատի առաջ։ Անդարբերությունը գրգնում եմ երաշտ է։ Մի թույլ տվեք, որ երաշտը ձեր եւ ձեր զավակների պատմությունն ու ամբողջ ստեղծած քաղաքակրթությունը ջնջեն հիշողությունից։ Ուրեմն պետք է գնալ ընտրության։ Դու այն ժողովուրդն ես, որ առաջին անգամ երկաթ ծոլեց, բղինձ ծոլեց, առաջիններ որ վայրի ձիերը բաժեցրեց, այն ժողովուրդն ենք մենք, որ առաջինը գինին ստեղծեց, այդ հսկայական քաղաքակրթությունը 7-ից 12,000 տարի, այսօր եկել հասել է մեզ, մեր սերնդին, ինչ է պահանջվում մեզնից։ Գնալ ընտրության, դուրս եկեք գնացեք ընտրության, խնդրում եմ ձեզ։ Ես գրող եմ, ես կարող էի գրող չլինել, կարող եմ գրող չլինել, բայց ես պարտավոր եմ հայրենիքի զավակը լինել, իմ երկրի քաղաքացին լինել։ Դու եք, մենք նույն վիճակում ենք։ Ես 13 թոռ ունեմ եւ 4 զավակ։ Հանուն իմ թոռների, հանուն իմ զավակների ես պիտի գնամ ընտրության։ Ես մի ձայն ունեմ, բայց այդ ձայնն է որոշող է։ Երթվում եմ Արարատով ձեր առաջ։ Այդ մի ձայնն է որոշողը եւ այդ որոշողը դու ես։ Ուստի խնդրում եմ քեզ, սիրելի ազգ, սիրելի ժողովուրդ, սիրելիներ, գնացեք ընտրության։ Գնացեք հանգիստ, ընտրեք ում դուք եք ուզում։ Ում գտնում եք, որ ճիշտ է հանձնել իշխանությունը։ Դա ձեր խնդիրն է։ Բայց ընտրության գնալը պարտադիր է։ Հաջողություն բոլորիս, Աստված առաջ։ Գնա ընտրության, որ վաղը կանգնած չլինես ուրիշ ընտրության առաջ, թե ուր գնաս Հայաստանից, հավաքես ընտանիքդ ու ինչ նոր տեղ գտնես ապրելու, երբ հասկանաս, որ մթնոլորտը, իրավիճակը քո համար արդեն անտանելի են։ Գնա ընտրության, նույնիսկ եթե կոտրված ես, հիասթափված ես, այլևս ոչ մեկին չես հավատում, քո ձայնին հավատա,
քո ձայնի ուժին հավատա։ Հույսը դիր քո ձայնի վրա, որովհետև կա ընդամենը մեկ լուծում և մեկ փրկություն, ընտրություններին բարձր մասնակցությունը, գնա ընտրության։ Գնա ընտրության, որպեսզի ոչ մի պաշտոնյա իրավունք չունենա հայ կնոջը քաշ քշելու, անպատվելու եւ փախած անվանելու։ Հունիսի 7-ին գնա ընտրության, որպեսզի Արցախը կորցնելուց հետո մենք չկորցնենք նաեւ Հայաստանը։ Հունիսի 7-ին գնա ընտրության, որպեսզի մարդը, որը համարձակվում է հայտարարել, թե մենք պետքա երջանիկ լինենք, որ պարտվել ենք, նորից չկոչվի Հայաստանի վարչապետ։ Հունիսի 7-ին գնա ընտրության, ու եթե մենք բոլորս գնանք ընտրության, ես հավատում եմ, որ կավարտվեն մեր ամոթի սև տարիները եւ Հայաստանում կսկսվի հայոց վերելքի ժամանակը։ Գնա ընտրության, որ հենց դու վճռես Հայաստանի լինել չլինելու ճակատամարտը։ Գնա ընտրության, որ պաշտպանենք մեր ինքնությունը, արժեքները, իրավունքները մեկ մարդու կամայականություններից, որ գա իշխանություն, որը կառաջնորդվի սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության, որը կերաշխավորի արժանապատիվ կյանք եւ ոչ թե կհոխորտա, թե ինչու չենք զոհվել։ Գնա ընտրության, հանուն հայոց պետականության զորացման, ազգային եկեղեցու անսասանության եւ մեր ինքնության պահպանության։ Գնա ընտրության, հանուն ճշմարտության եւ արժանապատվության, անպայման գնա։ Գնա ընտրության, որ հաղթանակ բերես եռաբլուր, որ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նորից լինեն միասնական ու հզոր, որ երկիր ունենաս երեխաներիդ ու թոռներիդ ժառանգելու, որ եկեղեցիդ ու հավատքդ պաշտպանես թշնամուց։ Գնա ընտրության։ Հարգելի հայրենակիցներ, գնացեք ընտրության, որովհետև ձեր ձայնը կարևոր է։ Եթե մասնակցությունը լինի քիչ, ստիպված պիտի լինենք ապրել մեր մայրաքաղաքում թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։ Գնա ընտրության, որ ձայնը չփոշիանա։ Վերջին ժամանակահատվածում հաճախ լսում եմ հետևյալ արտահայտությունը. ես չեմ գնալու ընտրության, որովհետև ոչ ոքի չեմ սիրում։ Հարգելի ժողովուրդ, ընտրությունը սիրո մասին չէ։ Մենք բոլորը սիրում ենք մեր ընտանիքները, մեր ամուսիններին, մեր կանանց, մեր երեխաներին, մեր թոռներին։ Սակայն ընտրությունը իրոք սիրելու մասին չէ։ Ընտրությունը այն մասին է, թե ով է մոտակա 5 տարում մեր եւ մեր սիրելիների համար որոշում կայացնելու եւ ով է լինելու այն պատասխանատուն, ով որ 5 տարի ստանձնելու է մեր փոխարեն կարևորագույն որոշումներ ընդունելու այդ մեծ վերը։ Գնա ընտրության, չնստես տանը, որովհետև եթե դու չգնացիր ընտրության, քո փոխարեն ընտրության գնալու է Ռամիլ Սաֆարովը, ով իր ցեղակիցների հետ արդեն ճանապարհին է եւ մեր հայրենիքը համարում է Արևմտյան Ադրբեջան, այն Սաֆարովը, ով Բուդապեշտում հարցին ինչի սպանեցիր հային, ասեց, որովհետև հայը ապրելու իրավունք չունի, չնստես տանը, նայիր ինձ, ուշադիր լսիր ինձ, չհավատաս բոլոր նրանց, ովքեր քեզ ասում են քո ձայնը ոչինչ չի որոշելու եւ ամեն ինչ միևնույնն է որոշված է, չէ, որոշված չի, դու ես որոշելու, հենց դու, հենց այն, որ հիմա լսում ու նայում ես ինձ, հենց դու ես որոշելու, ինչպիսի հայրենիք ենք մենք ունենալու, հայրենիք, որտեղ քո դուռը բացելու ես ու ասելու ես սալամ Ռամիլ, թե հայրենիք, որը լինելու է արժանապատիվ եւ որը եղել է մինչեւ 2018 թվականը եւ ուրեմն գնա ընտրության։ Գնա ընտրության, որ մեզանում ոչ թե տիրապետող դառնան աղմուկն ու բաժանումը, այլ իմաստությունն ու համերաշխությունը։ Մեր եկեղեցական վերջին շրջանի բոլոր հայտնի մտածողները մեկ հիմնական մտահոգություն են ունեցել անտարբերությունը։ Ըստ էության թվում է, թե ընտրությունները զուտ քաղաքական գործընթացներ են, սակայն չեն կարող չփաստել, չանդրադառնալ, որ դրանք հավասարապես նաև ու հատկապես հոգևոր
եւ բարոյական պատասխանատվության հարց են։ Հետևաբար գնա ընտրության, որ հաղթանակեն ճշմարտությունն ու ազատությունը։ Աստվածաշնչի մեջ մեր Տերը մի շատ հատկանշական անդրադարձ ունի ասելով, որ աշխարհի մեծերը, թագավորները սիրում են բազմել առաջին կարգերում, իշխել իրենց ժողովուրդների վրա, սակայն Տերը պատգամում է, որ ձեր մեջ չպետք է այդպես լինի, ով ուզում է մեծը լինել, պետք է լինի բոլորի ծառան։ Հետևաբար սա ոչ միայն անձնական կամ բարոյական հարց է, այլ հավասարապես ուրեմն ընդհանրական համայնական հանրային կյանքի չափանիշ։ Հարկ է, որ մենք էլ մեզանում արժևորենք, կարևորենք ներքին ազատության դերն ու ճշմարտության հաղթանակը։ Հաճախ ընտրապայքարի մեջ մտած մարդիկ միմյանց նայում են ոչ թե լոկ իբրև քաղաքական հակառակորդների, այլ իբրև թշնամիների։ Մեր մաղթանքը, աղոթքը, հորդորը պետք է լինի, որ ամենքը պահեն պատշաճության սահմանները, ամենքը անդրադառնան, որ մենք մեկ միասնական մեծ տան զավակներ ենք եւ երբևէ այդ հակամարտությունը չվերածենք թշնամության, այլ ամենքս մեր կարելին ներբերենք մեր մեծ տան, ուրեմն շինությանը, խաղաղությանը, որպեսզի մեզանում ապագայում եւս հաղթանակող լինեն արդարությունը, խաղաղությունը եւ ճշմարտությունը։ Գնա ընտրության, որպիսի երկակի ստանդարտներով ապօրինի չդատապարտվես։ Գնա ընտրության, որ ոմանց սրտի վարչապետը պատերազմի մասնակցին չասի խիչ ես զոհվել։ Գնա ընտրության, որ երկիրը երկիր լինի, որ հենց դու որոշես քո ու քո երեխայի ապագան, որ քո ձայնը չգողանան, իսկ երկիրը լինի ամենալավը։ Գնա ընտրության, որպեսզի չդառնաս այն լուր մեծամասնության մասը, ում հանցավոր անտարբերության պատճառով են տեղի ունենում բոլոր մեծ հանցագործությունները։ Գնա ընտրության, որ այլոք չկերտեն քո պատմությունը։ Գնա ընտրության, որպեսզի ազատագրենք մեր սրբազան հայրենիքը ներքին ու արտաքին թշնամիներից։ Հունիսի 7-ին գնա ընտրության։ Մեկ շանս ունենք, հունիսի 7։ Մեր ապագան, քո երեխայի ապագան, կախված է քեզնից։ Մի ալարի, վեր կաց, մի հուսահատվի։ Հույսերն ու սպասումները բոլորիս հունիսի 7-ի հետ են։ Մեկ շանս, մեր ապագան, հունիսի 7-ից, քեզնից կախված է, գնա ընտրության։ Սիրելի հայրենակիցներ, ամսի 7-ին գնացեք ընտրության, որովհետև յուրաքանչյուրիդ քվեն պատասխանատվություն է մեր ազգի, մեր պետության եւ ձեր զավակների ապագայի համար։ Եվ հիշեք, ուժեղ Հայաստան պետք է կառուցել գիտակից եւ պատասխանատու որոշումներով։ Սիրելի հայրենակից, գնա ընտրության, գնա, որ հետո չզղջաս։ Հասկացիր վերջապես, որ անտարբերությունը քանդում է բոլորիս տունը։ Գնա ընտրիր ու տեր կանգնիր մեր երկրին, մեր ապագային, մեր եկեղեցուն, արժանապատվությանը։ Գնա ընտրության։ Գնա ընտրության, որ ընտրությունների արդյունքը իրոք լինի համաժողովրդական կամքի արտացոլում։ Գնա ընտրության, որ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի թշնամիների պլանները կոտրես, որ չիրականացվի այն հայատյաց ծրագիրը, որը նախատեսված է մեր ապագայի, մեր ժողովրդի եւ մեր պետականության նկատմամբ։ Գնա ընտրության, որ Նիկոլ Փաշինյանին չհաջողվի կեղծել եւ իր փոքր խմբակի շնորհիվ եւս մեկ անգամ վերընտրվել։ Գնա ընտրության։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ պարտքն եմ համարում հունիսի 7-ին մասնակցել ընտրությանը, քանի որ ես տերեմ իմ եկեղեցուն, իմ կրոնին, ես պարտք եմ եռաբլուրին, իմ նահատակ որդուն։ Ես
ուզում եմ իմ զավակներին թողնել պայծառ, ամուր, հզոր Հայաստան։ Իսկ դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչ ես ուզում թողնել քո զավակներին։ Դու առանց վարանելու, առանց մեկ վայրկյան մտածելու հունիսի 7-ին մասնակցիր եւ քո ձայնը տուր ուժեղագույնի։ Գնա ընտրության, որ քո փոխարեն թուրքն ու ադրբեջանցին չորոշեն մեր երկրի ճակատագիրը։ Սիրելի հայրենակիցներ, մասնակցենք ընտրությունների, կատարենք մեր քաղաքացիական պարտքը։ Ընտրենք հանուն Հայաստանի Հանրապետության, շինության, անսասանության եւ մեր եկեղեցու պայծառության։ Գնա ընտրության, որ հենց դու որոշես, ինչպիսի երկրում է ապրելու երեխադ, որ միջազգային հարթակներում գլուխդ բարձր կանգնես, որ օտար երկրում չամաչես ասել, որ դու Հայաստանից ես։ Գնա ընտրության, որ Հայաստանը ապրի։ Գնա ընտրության, որ Արարատ սարը վերադառնա հային, որպես հայկականության խորհրդանիշ։ Գնա ընտրության, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա կասկածի տակ առնել ցեղասպանության փաստը։ Գնա ընտրության, որպեսզի այլևս երբեք Հայաստանի ղեկավարը չկարողանա ասել Արցախը հայկական չի եղել։ Գնա ընտրության։ Ես բառերով եմ իսկական հային, իսկական Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Գնա ընտրության, որ վաղը մի սր ապրես իսկական Հայաստանում, իսկական Հայաստանի Հանրապետությունում եւ գնա ընտրության, որ հասկանաքի իջվանա Տերը եւ Տերն ձեր ձայնին։ Ամենակարևորը, որ վայելես իսկական խաղաղությունը, որը կորոշես դու։ Ով հայ մարդ, հերթական անգամ դու կանգնած ես քո կյանքի մեջ կարևոր ցած կանելու։ Ուստի գիտակցելով, որ դու ապրում ես մի տեղ, մի երկրում, որը քեզ նվիրել է քո Տերը Աստված եւ որի տնտեսը դու ես, գնա ընտրության եւ կատարիր քո ցածկը, քո ընտրությունը, ցույց տալով, որ դու սիրում ես քո հողը, քո երկիրը, քո եկեղեցին, որ դու ուղղակի կրավորական ապրողը չես այս հողի վրա, այլ դու ինքդ ստեղծողն ես, քո երկրի մեջ մի մասնիկ ավելացնողը, գիտակցելով, որ սերունդները քեզ են նայում եւ ապագայում քեզանից պիտի պատասխան պահանջեն։ Գնացեք ընտրության, որ Հայաստանը մերը մնա։ Գնացեք ընտրության, որ Հայաստանում ավանդույթները հայկական մնան։ Սիրելի հայ մարդ, մրցավանջն այսօր ավելի է թանձրանում եւ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ դու կատարես քո ընտրությունը։ Գնա ընտրության, որպեսզի մեր երկրում սպայական պատիվն ու արժանապատվությունը հուշ չդառնան։ Գնա ընտրության, որպեսզի քեզնից չպահանջեն զոհվել, իսկ զոհվածներին էլ չասեն, թե զոհվել եք հանուն ոչնչի։ Գնա ընտրության, որպեսզի քո եկեղեցու փլատակների վրա բորենիները չքրքջան։ Գնա ընտրության, որպեսզի Արցախ տանող կածանը դառնա մեծ ու հարթ ճանապարհ։ Գնա ընտրության, որպեսզի հայրենիքդ տեսնես ազատ, ուժեղ եւ հզոր։ Գնացեք ընտրության, որ ապրենք։ Եթե ուզում եք ապրել արժանապատիվ երկրում, ուրեմն իրավունք չունենք անտարբեր մնալու։ Այս հողը պահվել է մեր որդիների արյամբ եւ մենք չենք կարող լուր նստած մնալ մեր տներում առանց գիտակցելու, որ մեզանից է կախված այս երկրի ապագան։ Ամեն մի չընտրված իշխանություն, ամեն մի չընտրված ընտրություն մեզ տանում է դեպի նոր պարտություններ, դեպի հայրենիքի կորուստ։ Գնացեք ընտրության, որովհետև եթե մենք չվերցնենք պատասխանատվություն մեր վրա,
ապա որևէ մեկը այն չի անի մեր փոխարեն։ Եվ վերջապես գնացեք ընտրության, կատարեք ճիշտ ընտրություն, որպեսզի ազատվենք այս մահաբեր իշխանությունից։ Գնա ընտրության, որ վաղը վարկյան անգամ չկասկածես, որ ворքի ես կանգնելու եւ ուժեղս լինելու։ Գնա ընտրության, որ վստահ լինես, որ խելամիտ, հաշվենկատ, սառնասիրտ եւ հզոր դիվանագիտության արդյունքում նորից ոտքի ես կանգնելու։ Գնա ընտրության, որ քո վրայից թոթափես 21 թվականին ընտրության չգնալու մեղքը։ Գնա ընտրության, որ վաղը քո երեխաները որևէ ձևով չամաչեն քո տված ձայնից։ Գնա ընտրության, որ առավել ամրապնդես եւ ուժեղացնես քո պետությունը, քո հայրենիքը։ Գնա ընտրության, որ ճակատդ բաց, գլուխդ բարձր, նորից քայլես եւ ապացուցես, որ հայ ժողովուրդը իր խոսքը, իր արժանապատիվ խոսքը դեռ շատ պիտի ասի, իր ձայնը պիտի բարձրացնի, հանուն արդարության եւ հանուն մեր ապագա հաղթանակների։ Գնա ընտրության, որ պետություն եւ հայրենիք ունենաս։ Գնա ընտրության, որ դու երեխաներդ, թոռներդ չկիսեք գաղթական պապերի ճակատագիրը։ Գնա ընտրության, որ վաղը չդժգոհես ռուսից, ամերիկացուց, եվրոպացուց։ Գնա ընտրության, որ որոշողը լինես դու, որ տերը լինես դու։ Գնա ընտրության, որ արժանապատվությունը ոտնակող չանեն։ Գնա ընտրության, որ հայ ազգը չպարակտեն, գոյություն չունի գյումրեցի, արցախցի, Սյունեցի գոյությունի հայ գենը պահողը դու ես և պարտավոր ես Հայաստանը զորեղացնել, ուժեղացնել, որտև հայ ազգը, ինչպես խորենացին է ասում, վեհագույնը հյուսիսային ազգերի մեջ, վեհ մնա դու։ Գնա ընտրության, որ դարձնես մեզ պաշտպանված, համարձակ ու ժամանակակից երկիր։ Գնա ընտրության, որպեսի փրկես մեր հայրենիքը, գնա ընտրության, որպեսի կրկին մեր զավակների արյունը չհեղվի, գնա ընտրության, որ կրկին Աստծո օրհնությունը իջնի մեր հայրենիքի վրա, կաթիլը քար է ծակում, մենք հասկանանք, որ մեր յուրաքանչյուրի ձայնը մի կաթիլ է, որով պիտի այս ապարաժը, որին մենք եկել եւ հանդիպել ենք այս վերջին տարիների ընթացքում, որ այդ ապարաժը ուրեմն ճակ տա եւ մեր հայրենիքը մտնի զարգացման ճանապարհ։ Արժևորիր քո անձը, արժևորիր քո ձայնը եւ երբեք մի մտածիր, որ նրանց ում մենք ընտրելու ենք, բոլորը նույնն են։ Ուղղակի պետք է ավելի լրջորեն նայել, միթե նույնն են, ինչով են նույնը։ Հարկավոր է գնալ ընտրությունների, գնալ ինքնավստահ, ուրեմն կերպով արժանապատվորեն եւ ընտրել ընդդիմադիր խոշոր ուժերից որևէ մեկին, որպեսի փրկություն լինի, այլապես շատ ու շատ ազգեր եկել են պատմության ընդհատերաբեմից, դուրս են եկել եւ մեզ Աստված մի արասցե, որ այդպիսի ճակատագիր բաժին հասնի։ Ես չեմ հավատում այդ ճակատագրին, ես հավատում եմ հայի ոգու ուժին։ Սիրելի ընտրող, գնա ընտրության, որ Հայաստանը Հայաստան մնա։ Եթե անգամ շատ թեթև երկու բառ լսել ես Նիկոլի Կարոզարշավից, այդտեղ տեսնում ես, որ ինքը քո մասին չի։ Դու տեսնում ես, որ ինքը համոզված է, որ դու չես գալու ընտրության։ Նա խոսում է իր ժեխի հետ, նա տալիս է ուրեմն հիմար խոստումներ, նա խոստանում է նոր բռնություններ, որովհետև գիտի, որ դա այն է, ինչ որ պետք է իր ժեխին։ Իսկ դու ենթադրում է, որ դու չես գնալու ընտրության։ Ինքը ենթադրում է, որ գնալու են միայն իր նիկոլիցները։ Եվ այս պատճառով, որպեսզի փոխվի այս իրավիճակը, անհրաժեշտ է քո ձայնը, գնա ընտրության։ Սիրելի ժողովուրդ, առաջիկայում համապետական ընտրություններ են։ Այս ընտրությունները եւ բոլոր ընտրությունները ոչ միայն քաղաքական են, այլ նաեւ հոգեվոր քննության ընտրություններ են բոլորիս համար։ Ուստի եւ ինչպես ընդունված է ասել, խղճի մտոք ամենքս պիտի գնանք եւ մեր քվեն, մեր ձայնը տանք
հանուն մեր հայրենիքի։ Մեր հորդորն է եւ խնդրանքն է ամենքին, ամեն հայորդու, որպեսի գնան եւ ընտրեն հանուն հայոց պետականության, մեր հայրենիքի, հայոց սահմանների համար իրենց կյանքը տված նահատակ մեր զավակների, հանուն գերիալ Արցախի, հանուն սիրո, հանուն համերաշխության։ Ամեն ժամանակներում էլ դժվարություններ ունենում ենք, բայց մեր հորդորն է, մեր խնդրանքն է բոլորին անխտիր, որ առաջին հերթին հավատքով եւ աղոթքով իրենց ձայնը տան մեր սուրբ երկիրը շենացնելու համար։ Գնա ընտրության որ ու քո ձեռքը արդեն տանում ես, որ փոխես ես հոլովակը, չլսես, որովհետև հոգնել ես, զզվել ես, չես հավատում։ Քեզ թվում է միայն դու ես հոգնել, միայն դու ես զզվել, քեզ թվում է միայն քեզ դա դուր չի գալիս, իսկ ինձ օրինակ դուր է գալիս, հա։ Դու նուրբ հոգի ունես, իսկ ես հաստակաշի ռնգեղ ջուր եմ, որ գնում եմ ընտրությունների։ Մենք երկուսս էլ ապրում ենք մի երկրում։ Ուղղակի ընտրողի եւ չընտրողի միջև տարբերությունը հետեւյալն է։ Ես թույլ չեմ տա, որպեսզի իմ օգնությամբ վերարտադրվեն իշխանությունները։ Չգնալ նշանակում է օգնել նրանց վերարտադրությանը։ Դու միևնույն է ընտրում ես, անգամ եթե չես գնում, եթե չգնացիր, օգնում ես վերընտրվել իշխանություններին։ Ես ինձ վրա նման մեղք չեմ վերցնի։ Որովհետև եթե նայես շուրջ բոլորդ, դու կտեսնես այն ամենը, ինչ որ պահի 5 տարի առաջ ինչ որ մեկը քո փոխարեն ընտրել էր։ Ես չեմ ուզում իմ փոխարեն ինչ որ մեկը որոշում կայացնի։ Ես չեմ ուզում, որ վաղը մյուս օրը ես ասեմ, դե այդ իմ որոշումը չէր։ Սա իմ երկիրն է։ Ես եմ որոշում։ Մենք ենք որոշում։ Էնպես որ գոտե պնդվեք եւ թույլ չտաք իշխանություններին վերարտադրվել։ Գնա ընտրության, որ մեր երեխաները ապրելու հնարավորություն ունենան, որ մեր սերունդները լինեն։ Գնա ընտրության, որ մեր հայրենիքը գոյատևելու հնարավորություն ունենա։ Գնա ընտրության, որ այնպես չլինի, որ քո անտարբերությամբ համաձայնություն հայտնեցիր եւ ընդունեցիր Արցախի հանձնումը, ընդունեցիր Հայաստանի թուլացումը։ Գնա ընտրության եւ ընտրիր հանուն քո երեխայի ու քո սերունդների։ Գնա ընտրությունների, որպեսզի կանխես օրվա իշխանությունների ծրագրավորած հակասահմանադրական, հակականոնական, ապօրինի եւ ապազգային հարձակումները մեր մայր եկեղեցու վրա եւ որպեսզի քո անտարբերությամբ գալիք պատուհասներին մեղսակից չլինես։ Գնա ընտրության, որ ունենանք հզոր եւ ուժեղ հայրենիք, գնա ընտրության, որ չկորցնենք Հայաստանի Հանրապետության տարածքները, գնա ընտրության, որ չփոփոխեն մեր սահմանադրությունը։ Գնա ընտրությունների, որ վաղը քեզ չմեղադրեն, որ համաձայն էր Արցախը հանձնելու հետ։ Գնա ընտրության, որովհետև ունենք ընդամենը մեկ հայրենիք, հայրենիք, որը մեր կարիքը շատ ունի։ Գնա ընտրության, որովհետև ցանկացած մարդ, ով հարգում է իրեն, պարտավոր է տեր կանգնել իր ձայնին։ Գնա ընտրության, որ հետո չասես, որ քո փոխարեն որոշել է։ Գնա ընտրության, որովհետև քո մեկ ձայնը շատ կարևոր է։ Գնա ընտրության, որպիսի քո լռության փոխարեն խոսի քո ձայնը։ Գնա ընտրության, որպիսի առողջապահական համակարգի որոշումները կայացնեն ոչ թե պատահական մարդիկ, այլ պրոֆեսիոնալները։ Սիրելի բուժաշխատող, գնա ընտրության, որպիսի գնահատվի քո պատասխանատվության աստիճանը, որպիսի արժանապատիվ աշխատանքը, արժանապատիվ վարձատրությունը լինեն ոչ թե քաղաքական խոստումներ, այլ իրական գործող ծրագրեր։ Գնա ընտրության։ Գնա ընտրության, ոչ թե որովհետև քեզ ստիպում են, այլ որովհետև քո ձայնը կարևոր է։ Լռությունը երբեք փոփոխություն չի բերել։ Քվեաթերթիկը մի փոքրիկ թղթի կտոր է, բայց դրանից է սկսվում քո վաղվա օրը։ Գնա ընտրության, որ փոխես, որ գնա, որ ապրես։ Գնա ընտրության, որպեսզի վերականգնենք մեր ազգային արժանապատվությունը, որպեսզի վերջ դրվի պետական դավաճանությանը,
հայրենավաճառությանը եւ հայրենադավությանը։